շարունակվում է Հայաստանում բնակվող իրանցիների բողոքի ակցիան։ Նրանք տարբեր կոչերով են հանդես գալիս ժողովրդավարություն Իրանին, ազատություն Իրանին, նաև Իրանի վտարանդի թագաժառանգի անունն է այստեղ հնչում։ Ակցիայի մասնակիցները նրա աջակիցներն են եւ բացականչում են «Կեցե շահը»։ Րոպեներ առաջ նշեմ, որ այստեղ բավականին լարված իրավիճակ էր։ Ակցիայի մասնակիցներից մի քանիսը պնդում էին, թե ոստիկանության ներկայացուցիչները սեռական հայհոյանքներ են հնչեցրել իրենց հասցեին, ինչին հաջորդեց լարվածությունը, այնուհետև վարչական ձերբակալումը։ Մենք փորձում ենք ներքին գործերի նախարարությունից ճշտել, թե այս իրադարձությանը հաջորդած վարչական ձերբակալումները քանիսն են։ Մենք համենայն դեպս մեր տեսախցիկը 2 անձի արձանագրեց, որոնց ոստիկաններն ուղեկցում էին ոստիկանություն։ Ակցիայի մասնակիցներից մի քանիսը, մեկը կոնկրետ մի կին, որի տղան բերման ենթարկվեց, նրա ինքնազգացողությունը վատացավ այստեղ, կարծես ակցիայի մասնակիցները շտապօգնություն են կանչել։ Ակցիան խաղաղ է ընթանում այս պահին, մի քանի տասնյակ մասնակիցներ կան։ Ընդ որում նշեմ, որ այս ձերբակալմանը նախորդել էր մի քանի ձերբակալումներ, դրանք վարչական ձերբակալումներ են ոստիկանի իրավական պահանջ կատարելու համար։ Ակցիայի մասնակիցները փորձում էին երթով այստեղից Իրանի դեսպանատնից շարժվել դեպի Կապույտ մզկիթ, սակայն ոստիկանները չթողեցին, պատճառաբանելով, որ երթը արտոնված չէ։ Որ իրականենք մեր նեստում են, ուզում են նեստում են, ժողովուրդը նեստում են, նեստացույց։ Այստեղ դեսպանատան առջև ակցիան բողոքի արտոնված է եղել քաղաքապետարանի կողմից, նրանք ցույց տվեցին համենայն դեպս փաստաթուղթը, որը արտոնում էր ակցիայից հետո երթ դեպի Կապույտ մզկիթ, սակայն 3 մասնակիցներն իմացել են, որ քաղաքապետարանը չեղարկել է երթը, նրանց տարբեր պատճառաբանություններ են ներկայացրել քաղաքապետարանից։ Ես այսօր փորձում էի կապվել քաղաքապետարան եւ պարզել պատճառները, սակայն այնտեղից դեռևս մեկնաբանություն չի ստացվում, չի հաջողվում ստանալ։ Միայն նշեմ, որ սա հաջորդեց Իրանի դեսպանի, Հայաստանում Իրանի դեսպանի, այսպես ասեմ, սպառնալիքներին։ Խալիլ Շիրղոլամին հայտարարել էր, որ տպավորություն ունեն Իրանում, թե Հայաստանը իրենց դեմ գործողությունների կենտրոն է դառնում։ Մեջբերում եմ, Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։ Հունվարի 14-ին հայտարարել էր Իրանի դեսպանը, այս հայտարարությունը հաջորդել էր իրանցիների շարունակական ակցիաներին դեսպանատան առջև։ Իրանում ընթացող բողոքի ակցիաներին զուգահեռ այստեղ են հավաքվում երկար ժամանակ տարիներ շարունակ Հայաստանում բնակվող իրանցիները, որոնք ցանկանում են, որ Իրանում իշխանափոխություն լինի եւ Իրանը դառնա աշխարհիկ պետություն։ Նրանք տարբեր վանկարկումներ են հնչեցնում ակցիայի ընթացքում, ինչպես ավելի վաղ ասացի, եւ պահանջում են, որպեսզի ղեկավարությունը փոխվի։ Իդեպ այս ակցիաներին զուգահեռ տարբեր խոսակցություններ էին պտտվում, որ մասնակիցները ավելի ճիշտ հենց դեսպանի հայտարարությունից հետո, որ մասնակիցները հրավիրվում են Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության, պարզեցի, որ խոսելով մի քանի մասնակիցների հետ, նրանք հրավիրվել են ազգային անվտանգություն, հարցաքննություն, սակայն նրանք անվտանգությունից ելնելով շատ մանրամասներ չեն կարողանում ասել, բայց այդ հարցաքննություններից հետո անգամ նրանք շարունակում են գալ այստեղ եւ պատրաստվում են շարունակել ակցիաները։